Փառք Աստծո, որ Աստված կյանք տվեց, եւ առողջություն տվեց, եկել ենք եւ կշարունակենք ուսումնասիրել Աստծո խոսքը։ Շնորհակալ ենք Աստծո իր դասերի համար, թող մեզ Սուրբ Հոգով իմաստություն տա, որպեսզի կարողանանք ճիշտ ըմբռնել, ճիշտ ուսումնասիրել եւ կարողանալ իրականացնել մեր կյանքում։ Այսօրվա դասը կոչվում է ռեսուրսների կառավարումը դժվարին ժամանակներում եւ շատ օգտակար է բոլորիս համար։ Հիշելու համարն է Սաղմոսներ 50 գլուխ 14-15 համարները։ Գողության անձա մատուցիր Աստծուն եւ կատարիր քո ուխտերը Բարձրյալի առջև։ Կանչիր ինձ նեղության օրը ու ես կազատեմ քեզ եւ դու կփարաբանես ինձ։ Այսինքն կոպիտ ասած դեղատոմսը շատ հեշտ է։ Երբ որ նեղության մեջ ես, մի երդմտիր, պանիկայի մեջ մի ընկիր, այլ ինչ արա, կանչիր ինձ նեղության օրը եւ ես կպատասխանեմ քեզ, կօգնեմ։ Ուրեմն մանավանդ հիմա մեր աշխարհում ինչա կատարվում, շատ վատ բաներ չի կատարվում։ Պատերազմներ, արյունահեղություն, հանցագործություններ, բնական աղետներ, տնտեսական անկայունություն, կաշառակերություն պետական մակարդակներում եւ շատ ավելի բաներ, եթե ասենք շատ երկար կտևի, եւ բնական է, որ այսօր մարդիկ ինչի վրա են կենտրոնանում, որ կարողանան մի ձև իրանց գլուխը կոպիտ ասած պահել եւ սեփական գոյատևման մասին են առաջինը մտածում։ Եվ դա հասկանալի է։ Եվ նաեւ կյանքի հոգսերը խլում են մեր մեծ օրվա մեծ մասը։ Ինչ ենք անում, աշխատում ենք, պարտքերն ենք մարում, երեխաներն ենք մեծացնում, տարբեր հոգսեր կա երեխաների համար։ Եվ մեր սնունդի, ուտելիքի, հագուստի, կացարանի համար ենք մտածում, թե ոնց ապահովենք։ Բայց Մատթեոս 6:32-33-ում շատ լավ խոսում ունենք, ասում է ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիք ունեք, դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Այսինքն դժվարին ժամանակներում նույնիսկ ավելի քան երբևէ պետք է ապավինենք Տիրոջը եւ իր դեպքը փնտրենք։ Ոչ թե անկախ Աստծուց ելքեր փնտրենք, այո պետք է ելք փնտրելը, բայց միայն Աստծո ուղղորդությամբ, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Ուրեմն այսպիսի մի օրինակ Աստվածաշնչում գրված է բանն ասորդած 20 գլխում 1-22 համարները, տեսնենք, թե նեղության օրը Հովսափատ թագավորը ինչպես վարվեց։ Բանն ասորդած 20 գլուխ 1-22 համարները։ Ասրի ետքը Մովադի որդիները ու Ամոնի որդիները ու անոնց հետ ամոնացիներեն ալ Հովսափատին հետ պատերազմելու եկան։ Քանի մը հոգի գացին ու Հովսափատին պատմեցին ուսին։ Ու վրա ծովուն անտին կողմեն անովիներուն մեջ են մեծ բազմություն կուգա անոնք աստասանաթամարի, այսինքն ենգադի մեջ են Հովսափատ բարձավ ու Տերը փնտրելու ետևեն եղավ եւ բոլոր Հուդայի մեջ ծոմապահություն քարոզեց, Հուդայյանները հավաքվեցան, որպեսզի Տերոջմեն օգնություն խնդրեն ու Հուդային բոլոր քաղաքներեն ալ եկան։ Հովսափատ Տերոջը տանը մեջը նոր Դավիթին առջև Հուդային ու Երուսաղեմին ժողովրդին մեջ կեցավ ու սավ, ով մեր հայրերուն Տեր Աստվածը, դուն այն Աստվածը չես, որ երկինքը կբնակիս ու բոլոր ազգերուն թագավորության վրա կտիրես եւ քու ձեռքին մեջ այնպիսի զորություն եւ ուժ մտավ, որ բնավ մեկը չի կրնար քենզի դեմ դնել։ Չէ որ քոնով Աստված այս երկրին բնակիչները ու Իսրայել ժողովրդի առջև բռնդեցի ու զանիկա հավիտյան
ու սիրելիի Աբրահամեն սերունդին տվիր, անոնք հոն բնակեցան ու հոն քու անվանը համար քեզի սրբարանմը շինեցին ու ըսին, եթե մեր վրա չարիք սուր դատաստան ժանդախ կամ սով կա, մենք այս տանը արջև ու քո արջևը թկենանք, վասզի այս տանը մեջը քո անունը կա, ու մեր նեղության ադենը քեզի աղաղակեցին, այն ադեն լսես ու մեզ ազատես, ահա Ամոնին ու Մովարին որդիները ու Սեիր լեռանը բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվին Իսրայելի որդիներուն Եգիպտոսին ելած ադենը, հապա անոնցմե խոտորեցան, զանոնք չկորսվեցին, ահա անոնք մեզի հատուցում անելու համար կուգան մեզ վռնդելու քու ժառանգությունեք, որ մեզի տվիր, ով մեր Աստվածը, անոնց դատաստան չես ըներ, քանզի մեր վրա եկող այս մեծ բազմությանը դեմ դնելու զորություն չունինք, ու չենք գիտեր, ինչ ընելու ենք, ուստի մեր աչքերը քեզի կուղենք, բոլոր հուդայանները իրենց ընտանիքներովը, կիներովն ու տղաքներովը Տերոջը առջև կեցել էին, այն ադեն Ասափին որդիներեն Ղևտացի Մաթանիայի որդին, Եվելեին որդին, Բանային որդին, Զաքարյային որդիներին, Հազելիեն վրա Տերոջ հողին եկավ ժողովրդի մեջ, ու անիկա ըսավ, ով Հուդա ու Երուսաղեմի բնակիչներ, ու դուն Հովսափատ թագավոր մտիկ ըրեք, Տեր ձեզի այսպես կսե, դուք մի վախնաք, ու այս մեծ բազմությանը երեսեն մի զարուրիք, քանզի պատերազմը ձերը չէ, հապա Աստծոն է, բասզի անոնց վրա իջեք, ահա անոնք Ասիսի զարիվերեն պիտի ելեն, զանոնք հեղեղատին ծայրը Երուելեն անապատին առջև պիտի գտնեք, այս պատերազմին մեջ դուք պիտի չպատերազմիք, դուք երևցեք ու կեցեք, որպիսի Տերոջը ձեզի ըրած փրկությունը տեսնեք, ով Հուդա ու Երուսաղեմ մի վախնաք ու մի զարուրիք, վաղը անոնց դեմ ելեք ու Տերը ձեզի հետ պիտի ըլլա, այն ադեն Հովսափատ երեսը գետինը ծռեց ու բոլոր Հուդա ու Երուսաղեմի բնակիչները Տերոջը առջև երեսի վրա ընկան ու Տերոջը երկրպագություն ըրին, Կահանյաններու որդիներեն, Կորխյաններու որդիներեն եղող Ղևտիացիները Իսրայելի Տեր Աստվածը խիստ բարձր ձայնով օրհնեցեք, առատորեն կանուխ ելան ու Թեկուեինի անապատ գացին, անոնց երթալու ադեն Հովսափատ կեցավ ու սավ, ով Հուդա ու Երուսաղեմի բնակիչներ, ինձի մտիկ ըրեք, ձեր Տեր Աստծո հավատացեք ու ապահով պիտի ըլլաք, անոր մարգարեներուն հավատացեք ու հաջողություն պիտի ունենաք, ժողովրդին հետ խորհուրդ ըրավ ու Տերոջը երկողներ որոշեց, որպիսի զորքին առջևեն ելեն ու Տերոջը սուրբ փառքը օրհնեն ու սեն, գոհացեք Տերոջմե, բասզի անոր ողորմությունը հավիտյան է, եւ անոնց ցնծության երգն ու օրհնությունը սկսան Հուդայի վրա եկող Ամոյի ու Մովսաբարի որդիներուն Սիերի լեռանը բնակիչներուն դեմ Տերը դարանակալներ հանեց եւ անոնք կոտորվեցան։ Ամեն, շնորհակալ եմ։ Ուրեմն այս պատմության մեջ մի քանի դաս կա մեր համար, մենակ մի հատ չի։ Ասում է այդքանից հետո, ինչքանից հետո, այսինքն Հովսափատ Աստծուն շատ նվիրված թագավոր էր եւ շատ ռեֆորմներ էր անցկացրել։ Եվ այդքանից հետո ասում է հանկարծ քրիստոնյաները հարձակվում են Հովսափատի վրա։ Բայց Հովսափատը իրան չի կորցնում։ Հովսափատը քաջ ու խիզախ մարդ էր։ Ինքը նախորդ մտածել էր ոնց ամրացնի, լավ բանակեր ուներ, լավ ամրացրել էր քաղաքները, ամեն ինչ արել էր։ Բայց հետաքրքիր է, որ ինքը իր փառքի հետևից ընկած չէր։ Ինքը ինչ ասեց, չկանեց բողոքեց, չասեց, վայ, Աստված ջան, ես այսքան բան էի արել քո համար, ես ինչ կանա, հիմա էլ հարձակվել եմ ես, ինչ ես թույլ տալի։ Չէ, շատ մարդիկ, երբ որ
ինքնահավան են, քարսեցին էպես են, հանգած, որ մի բվատման ալնում, ասում են բողոք էլ ասուց են, ինչի դու թույլ տվեցիր, որ դա լինի։ Բայց Հովսափատը հակառակը գնաց, նույնիսկ հույսը չդրեց այդ իր ամբողջ ուժի վրա, ինքը պատրաստ էր դիմակայելու համարյա ամեն վիճակի զորքի, բայց ինքը փոխարեն իր վրա հույսը դնելու, վեր կացավ գնաց տաճար, ծոմ հայտարարեց և սկսեց աղոթել։ Ինչի, որտև այս մարդը չէր ուզում իրան բարձրացներ և շատ լավ գիտեր հոգևոր մարդ էր, որ ինչքան էլ ինքը պատրաստ լինի, միևնույն է, ումից է կախված հաջողությունը, Աստծուց։ Ինքը շատ լավ գիտեր դա, դրա համար էլ առաջին քայլը հենց դա էր, որ գնաց։ Այսինքն ինքը նաև իր ժողովրդին սիրող մարդ էր, ինչքան օգուտ եղավ, ոչ մի մարդ չմեռավ իր ժողովրդից։ Իրանք միայն, ասում է, երբ որ սկսեցին երգել, ինչ եղավ, ասում է, այդ ժամանակ սկսեցին իրար խփել այդ թշնամիները։ Ինչքան կարևոր է մեր քայլերը, հետաքրքիր է, որ հենց այս համարը Սաղմոսների, ասում է, գողության ընծա մատուցիր Աստծուն, կատարի իր քո ուխտերը Բարձրյալի առջև, կանչիր ինձ նեղության օրը, այսինքն իրանք գողացան Աստծուց, և Աստված իրանց նեղության օրը իրանց փրկեց, օգնեց։ Այսինքն նույնիսկ երբ որ ինքը իր նախորդ խոսք ասեց գնալուց առաջ, չասեց մի վախեցեք, ես այնքան լավ եմ ամրացրել քաղաքները, մենք այնց ուժեղ բանակ ունենք, այնց հրանոցներ ունենք, չգիտեմ ինչեր ունենք, չասեց։ Ասեց մի վախեցեք, Աստծո վրա հույսը դրեք։ Եվ մի ցավոք ուրիշ եւ այս Աստվածը, որ իրանց այդպես հրաշալի ձևով ազատեց, ինչքան իրանք գնացին մենակ ավարը հավաքելու, 3 օր ավար էին հավաքում այնքան շատեր։ Եվ այս Աստվածը նույն Աստվածն է այսօր։ Ինքը մեզ կարող է եկնել յուրաքանչյուր նեղության մեջ, յուրաքանչյուր, եթե մենք հենց սկզբից իրան դիմենք, գիտեք, երբեմն մի բան պատահում, ասում ես մոռանում ես, որ դե Աստծուն դիմես, սկսում ես քո ուժերով պայքարել, պայքարում ես, կորուստ ես ունենում, այս կորուստ, այն կորուստ, այդ ունում, ինչի Աստծուն չեք դիմել։ Բայց այս մարդը առանց կորուստ ունենալու շատ լավ օրինակ է մեր համար։ Առաջինը հենց դա արեց։ Առանց կորուստ ժողովուրդը փառք տալով, գնաց փառք տալով հետ եկավ։ Երայքը էսի միշտ մեր կյանքում հիշենք եւ անենք։ Եվ երկրորդ օրինակը, որ այստեղ կա, որ գրված է Ամն Ացորդաց 21:1-4-ում, ցավոք սրա լյովին հակառակ պատմությունն է։ Այն Դավիթը, որ կոչվում էր Աստծո բարեկամ։ Այն Դավիթը, որ այդքան վստահում էր Աստծուն եւ այդքան Աստված իրան սիրում էր, ցավոք հաջողությունից հետո եւ որ ինքը ամրապնդվեց, ուժեղ թագավոր դառավ, սկսեց իր վրա հույսը դնել։ Եվ ինչ ում մոտ է այդ համարը։ Այդ 21:1 համարից մինչև 14։ Սատանան Իսրայելի դեմ ելավ ու Դավիթը դրդեց, որ Իսրայելը համրե։ Դավիթին, Հովարին ու ժողովրդին իշխաններուն ասավ. գացեք Իսրայելը համրեցեք Բերսաբեեն մինչև Դան ու հաշիվը ինձի բերեք, որպեսզի գիտնամ։ Եվ Հովար ասավ. Տերը իր ժողովուրդը հարյուրապատիկ ավելցնե, ով Տեր իմ թագավոր, միթե անոնց ամենքը իմ տիրոջ ծառաները չեն, իմ Տերս ինչու ասավ կհետաքրքրվի, ինչու համար այս բանը Իսրայելի հանցանքի պատճառ ըլլա, բայց երբ թագավորը իր խոսքը պնդեց, Հովար ելավ ու բոլոր Իսրայելի մեջ պտտեցավ ու Երուսաղեմ դարձավ։ Հովար ժողովրդին համրանքին ցուցակը Դավիթին ներկայացուց, բոլոր Իսրայելի մեջ 1,100,000 սուրբ քաշող մարդ կար և Հուդա 470,000 սուրբ քաշող մարդ ուներ, սակայն Ղևտացիներն ու Բենյամինյանները անոնց մեջ չհամրվեցան, քանզի թագավորին այս հրամանը Հովարին հաճելի չէր։ Այս բանը Աստծո առջև ալ գեշ երևնալու համար Աստված Իսրայելին զարկավ։ Այն ադեն Դավիթ Աստծո ասավ. այս բանը անելով մեծ մեղք գործեցի, ուստի կաղաչեմ խուծառայիդ ներել, քանզի մեծ հիմարություն ըրի, և Տեր Դավիթին տեսանողին
Գադին խոսեցավ ու սավ. գնա ու Դավիթին խոսե ըսելով Տերը այսպես կսե. ես քեզի 3 պատիժ կառաջարկեմ, անոնց մեկը ընտրեք, որպեսզի քեզ ընեմ։ Եվ Գադ Դավիթին եկավ ու անոր ըսավ. Տերը այսպես կսե. ընտրեք քեզի կամ 3 տարվա սով, կամ 3 տարվա սով, կամ 3 ամիս քու թշնամիներուդ երեսեն փախուստ ու քու թշնամիներուդ սուրը քեզի հասնի, եւ կամ 3 օր Տերոջը սուրը, այսինքն ժանդախ լա երկրիս մեջ ու Տերոջը հրեշտակը Իսրայելի բոլոր սահմաններուն մեջ կոտորած ընե, հիմա ըսե զիս ղրկուզին ինչ պատասխան տանիմ։ Ու Դավիթ ըսավ Գադին. խիստ մեծ նեղության մեջ եմ, հիմա Տերոջը ձեռքը ինամ, քանզի անոր գթությունը խիստ շատ է, ու մարդու ձեռք չիննա, եւ Տերը Իսրայելի վրա ժանդախ խրկեց, ու Իսրայելի 70,000 մարդ ինգավ։ Ամեն։ Տեսնում եք ինչքան տարբեր տեսարանը։ Այնտեղ ոչ մեկ չնայած պատերազմը ոչ մեկ չտուժեց, իսկ սե առանց պատերազմի 70,000 հոգի մեռավ, ինչի համար, որ թագավորը հպարտացավ։ Այսինքն մտածեց, թե իրա ձեռքերում, իրա բանակի ձեռքերում համրեք, ինչու՞ն էր մեղքը, ինչի Աստված մեղք համարեց այդ համրանքը, որտեղ դրանով ինքը հույսը դնում էր մարդկանց վրա։ Հովավը, որ ինքը այդպես արդար մարդ չէր, շատ անարդար բաներ արեց Հովավը, զորագլուխն էր Դավիթի։ Նույնիսկ այդ մարդը իրա բերանով Աստված զգուշացրեց, ասեց փոն եմ բոլոր ասում, այդ ինչի ես հաշվում, պետք չի հաշվել, բայց Դավիթը չլսեց, կոպիտ ասած իր այշը քշեց եւ հետևանքները տեսանք ինչ եղավ, եւ նույնիսկ այս մարդը երբ որ 2 ցեղ էր մնացել որ հաշվեր, էտել էլ չուզեցավ հաշվել, այնքան արդեն կոկորդին հասավ, զգում էր որ սխալ բան անում։ Եվ ուրեմն Դավիթի լավ կողմն էր, որ միշտ զգում էր իր սխալը եւ միշտ ապաշխարում էր, բայց ցավոք 70,000 հոգու կյանք գնահատվեց այս իր սխալը։ Եվ երբ որ պատիժը ընտրում էր էլի Աստծուն հուսած, որտեղ 3 տարիսով շատ երկար տառապանքա, 3 ամիս էլի որոշապ երկար, 3 օր ասեց ավելի լավ է քո ձեռքը ընկնենք, քան թե մարդու ձեռքը, որտեղ դու ողորմած ես։ Եվ իրոք սա ճիշտ դուրս եկավ, ամբողջ 3 օր Աստված չխփեց իրանց, այսինքն կեսից դադարեց, որտեղ ասում է մի քիչ տեսավ Աստված ասում է խղճաց եւ դադարացրեց։ Այսինքն տեսեք ղեկավարը ինչ կարևոր է, թե ինչ որոշում է կայացնում։ Ինչքան կարևոր է։ Ինքը նենց չէ, որ չէր սիրում իր ժողովրդին, սիրում էր։ Բայց տեսեք, որ եկավ մեղքի մեջ հպարտացավ, անկախ իրանից, ինքը վնաս պատճառեց եւ երբ որ տեսավ այս մարդիկ զոհվեցին, պատկերացնում թե ինչքան վիշտ կրեց։ Հետո էլ նորից սխալ արեց 4 տղաներ այդ պատճառով։ Օրան մեռավ։ Այսինքն մենք կյանքի միջով շատ ցավերի միջով ենք անցնում, որ դաստիարակվենք։ Եվ առանց պատժի չի լինում, որովհետև մինչև չես տեսնում հետևանքը մեղքի, խելքի չես գա։ Նորից ու նորից կկրկնես այդ նույն սխալը, անընդհատ կկրկնես, բայց երբ որ մի անգամ պատժվում ես, արդեն այդ լավ մտնում է ուղեղի սրտիդ մեջ եւ այդ մյուս անգամ չես էլ ուզում հիշելով այդ հետևանքները, այդ աղավոր հետևանքները չես ուզում էլ անես։ Ուրեմն լավ կլինի, որ մեր օրինակը Հովսափատը լինի, այլ ոչ թե Դավիթը, եւ Աստված միշտ է մեր սխալների դեպքում ինչ որ մեկի միջոցով մեզ զգուշացնում է, չէ՞, մի արեք այս քայլը։ Եվ իհարկե պետք է պատրաստ լինել։ Եթե Աստծո համար պատերազմ եք մղում, պատրաստվեք, շատ լավ պատրաստվեք։ Անգլիացի զորավար Օլիվեր Կրոմվելի վերագրում են հետևյալ խոսքերը, ով ճակատամարտից առաջ ասում է իր բանակին, որդյակների, վստահեք Աստծուն, բայց եւ բարոդը չոր պահեք։ Այլ խոսքերով, հաջողության համար ջանք մի խնայեք, սակայն գիտակցեք,
որ բացառապես Աստված է ձեզ հաղթանակ տվողը։ Այսինքն Դավիթը լավ գիտեր այդ օրինակները եւ Հովնաթանը, որ 300 հոգով գնաց եւ մի ամբողջ հզոր բանակ ջարդեց։ Եվ լավ գիտեր նաեւ համոզված եմ Գեդեոնի օրինակը, որ 300-ով ջարդեց։ Եվ Աբրահամն էլ երբ որ գնաց, որ այդ Հովտին ազատի 300 հոգով գնաց, 300 զենք գրող մարդ կա։ Աստված կարա 300 հոգով էլ անի։ Աստված կարա ընդհանրապես առանց ոչ ոքի անի։ Բայց Դավիթը չգիտես ինչի որոշեց, որ այդ միլիոնների վրա պիտի հույս դնի։ Եվ Աստված ցույց տվեց, գիտես, մի րոպեում ես այդ միլիոններին կարամ ոչնչացնեմ։ Մի րոպեում հասկացի սրանք չեն հաղթանակի հույսը, այլ ես եմ։ Ամեն։ Ցավոք, շատ ցավոք ձևով ինքը, ցավալի ձևով ինքը հետ հասկացա եւ նաեւ մի հատ խոսք ասում, այնպես պատրաստեք, կարծես ամեն ինչ ձեզանից է կախված։ Հոսապատը այդպես էր արել։ Բայց Աստծուն հուսացեք, որտեղ ամեն ինչ նրանից է կախված։ Այսինքն, եւ ձեր ամբողջ ուժերով պատրաստվեք, բայց ամբողջովին վստահեք Աստծուն, որտեղ նույնիսկ մի միլիոնանոց բանակել ունենաք, դա գարանտիա չի, որ կհաղթես, նո։ Եթե Աստված չուզեցավ, չես հաղթի։ Եվ դարձանք Բ Պետրոս 3:3-12 համարները։ Բայց նա ասիգացիցեք, թե վերջին օրերը ծաղր կնողները պիտի կան, որոնք իրենց ցանկություններուն համեմատ պիտի քալեն։ Եվ պիտի ասեն, ուր է անոր քալու խոստումը, բասնզի թեև մեր հայրերուն գնացածը փաստեր ամեն բանի այդպես կմնա, ինչպես արարածներուն սկիզբն էր, քանզի անոր որոնց ուզածը այս է, այդ բաները մորցեր են, թե երկինքի առաջվա կա ու երկինքի ճուրերով հաստատել, գեցե է, Աստծո խոսքով, որուն հին բաղացվածները աշխարհի չորողներով գործվեցան, հիմա երկինք ու երկիրը պահված են, այդպես խոսքով գրագի համար, մինչև Թատաստանի ու ամբարիշտի մարդոց գործված օրը, այդ մեկ բաները մեզնե ծածուկ չմնան, սիրելիներ, թե Տերոջը քով մեկ օրը 1000 տարվա պես է, ու 1000 տարի մեկ օրվա պես, Տերը չուշացնողները իրենց խոստումը ինչպես ոմանք ուշացած են կսևեն, ապա երկայնամիտ կլան, բասնզի չուզեր, որ մեկը գործվի, որ ամեն ապաշխար է, սակայն Տերոջը օրը քողի պես պիտի կա, այն ադենը երկինքը սաստիկ շարաշնով պիտի անցնի, ու դարիքներու փրված է պիտի լուծվի, երկինքն ալ իր կողը, որ անցի մեջ գտնվի, պիտի այրվի, ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվի, ձեզի ինչպեսի մարդիկ կլան, կվայելե սուրբ վարմունքով, հարաբասությամբ սպասելով ու ադորալով Աստծո օրվան քալու, որուն մեջ երկինքի գրակով այրված պիտի լծվի, տարբեր բռնված պիտի հալեցնե։ Ուրեմն, ինչ պետք է անենք մենք, եթե դժվարության մեջ ենք հայտնվում, եթե ասենք թե լավ էկոնոմիկ վիճակ չի եւ այլն, Տերոջը պիտի վստահենք։ այո, այսինքն ճիշտ է արդյոք անցնել գոյատևման ռեժիմին, այսինքն վայ ես 10-անով չէի տա, որտեղ չգիտեմ, կարող է վաղագործս կորցնում, ասենք վերցնենք այդ 20 թիվը, որ այդքան բաներ եղավ, չէ՞ մարդկանց գլխին, գործի չթողեցին գնալ, չգիտեմ, շատ բաներ եղավ։ Ինչ է, վայ ես փողը պահեմ 10-անորդը չտամ, վայ ես բարեգործությունը չանեմ, որտեղ ինչ իմանամ, վաղ ինչ է գալուց գլխից։ Բայց մենք այդքան անցնում ենք, որ մենք փողի վրա չպիտի հույս դնենք։ Այդ փողը չի, որ պիտի այդ ժամանակ մեզ պահի, էլի Աստված պիտի պահի։ Եվ
Աստծո խոսքից մենք հասկանում ենք, որ Աստված բեռնատար մեքենաներ չի ուղարկելու, որ մեր ունեցվածքը երկինք տեղափոխենք։ Ինչ ունեցված ունենք, ինչ է ասում, կրակի բաժին է դառնալու։ Եվ ուրեմն ինչքան իմաստուն պիտի ունենք, որ ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով օգտագործենք, որ հետո մեր խիղճը չտանջի, չասենք ինչի մենք չկա, այս մարդուն պետք էր, կամ այս կազմակերպությանը պետք էր, կամ այս ինչ նպատակի համար պետք էր։ Ես կարա էդի տա հիմա ինչ կրակի ճարակ դառավ, չէ՞։ So ուրեմն Հելեն Ուայթը խորհուրդներ տնտեսվարության մասին H59-ը գրում է. Հիմա է ժամանակը, երբ մեր եղբայրները պետք է սկսեն նվիրաբերել իրենց ունեցվածքից ոչ թե անհանգստանան այն շատացնելու մասին, մենք ավելի լավ վայր երկինք տեղափոխվելու ճանապարհին ենք, ուրեմն եկեք չլինենք կարճած այս երկրին եւ մեր համար պահենք այնքան համեստ ունեցված, ասես ուր որ է ճանապարհ ենք գտնում։ Այսինքն ամեն օր մենք պիտի սենց վարվենք, շատ իմաստուն խոսքեր է, այսինքն մեզ համար պահենք այնքան համեստ ունեցված, որ վաղը մի սոր չափսոսանք, բայ ես կարա ես ունեցվածքով այնքան լավություն անեի, հիմա գնաց ջրհեղեղը տարավ, չգիտեմ ինչ եղավ, երկրաշարժից քանդվեց, չգիտեմ ինչ եղավ, կամ Հիսուսը եկավ կրակը վառեց։ Իհարկե նա այս խոսքերը ասել է 100 տարի առաջ, բայց դրանք արդիական է նաև այսօր։ Մարդ ինչքան է ապրում, 50, 60, 70, շատ 100 տարի։ Երբ որ կյանքի թելը կտրվում է, ինքը վերջացավ։ Կարծես արդեն Հիսուսի գալուստի առաջ է, չէ՞ կանած։ Եվ ուրեմն պետք է նախորոք մտածենք, մենք պետք է այդ լույսի ներքո ապրենք, ոչ թե այս աշխարհի ձևերով, այլ մտածելով հավերժության տեսակետից։ Հավերժության տեսակետից ի՞նչն է այսօր ճիշտ, որ ես անեմ։ Բնականաբար մենք պիտի աշխատենք, մենք պիտի մեր հոգսերը հոգանք, մեր ընտանիքների կարիքները հոգանք, եւ եթե օրհնված ենք հարստությամբ, ոչ մի վատ բան չկա դրա մեջ։ Այլ ինչ պիտի անենք, խնդրեմը երբ ագարեք, որ մենք ագահ ենք դառնում։ Եթե մեզ ագահ չի դարձնում դա, եթե մենք արատաձեռն ենք կարիքավորների նկատմամբ, ուրեմն օքեյ, Աստված ուրախ է, որ մենք ունենք եւ ավելի շատացնում է, որ մենք կարողանանք ուրիշներին օգնել։ Եվ այլուհանդերձ մենք պետք է մշտապես հիշենք, որ ինչ էլ կուտակ ենք, մեր կյանքում այս կյանքում այդ ամեն անցողիկ է, եւ եթե հանկարծ հույս չլինենք, կարող է նաեւ հոգերապես այլասերել մեզ։ Այսինքն, երբ որ, գիտեք, երբ որ թեկուզ ճաշը եփես, հնարավորություն ունենաս, որ այսքան մարդիկ ուտեն, բայց չես տալի, մնում է փչանում է վերջին թափում ես, չէ՞։ Ինչը ավելի լավ չէ՞ մարդիկ վշտանային, քան թե որ փչացած թափեցին։ Կամ այն հագուստը փոքր։ Եվ ինչ անում ես, այսինքն նույն ձևի, երբ որ պահում ենք, չէ՞, բանանում, մենք այլասերվում ենք։ Մենք էլ ենք փչանում դրանից, երբ որ ագահ ենք դառնում, էս ենք դառնում, այն ենք դառնում, ժլատ, չգիտեմ ինչ։ Էդ ինչ է, էդի հոգևոր փչացածություն է։ Եվ փոխանակ օրհնություն լիներ, դա մեր համար եւ ուրիշների դառնում է հակառակը, ինչ, անեցքա դառնում։ Եվ երբ որ դպիրը Հիսուսին հարցրեց, թե որ պատվիրանն է ամենամեծը, Հիսուսը ինչ պատասխանեց. Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, չասեց կես սրտով 70-90%, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ։ Երբ մենք ամեն ինչ տալիս ենք Քրիստոսին, մեկ այլ Տիրոջ համար ոչինչ չի մնում։ Ահա թե ինչպես պետք է ամեն ինչ լինի։ Այսինքն ամենաապահով ձևը է դա։ Տալ Հիսուսին արդեն մնացածի համար բան չկա եւ Մատթեոս 6:24-ում Հիսուսը ինչ է ասում։ Մարդը չի կրնար երկու Տիրոջ ծառայություն անել։ Վասնզի կամ մեկը պիտի ատե եւ մյուսը սիրե, կամ մեկը պիտի հարի եւ մյուսը պիտի արհամարե։ Չեք կրնար ծառայել Աստծո ու Մամոնայի։ Ինչի՞ է, ինչ է Հիսուսը չի ասում դժվար է ծառայել երկուսին, չի ասում զգուշացեք, երբ որ ծառայում եք երկուսին, ասում է անհնար է եւ վերջ։ Եվ ինչի է ասում, օրինակ մարդիկ կան մի քանի տեղ են աշխատում, մի քանի եւ չի խանգարում ասենք թե, բայց տվյալ դեպքում ինչի է խանգարում, ինչի չես կարա, որտեւ այս երկուսը թշնամի են, սատանան եւ Աստված թշնամի են։ Եթե դու իսով չափ ծառայում ես սատանային,
Նշանակում է դու էլ չես ծառայում Աստծուն։ Նշանակում է դու դեմ ես Աստծուն։ Այսինքն, եթե դու այդ փողը սարքել ես քեզ Աստված եւ այդ փողին ես ծառայում, օր ու գիշեր ընկած ես այդ փողի հետևից, ոչ մեկ աչքիդ չի հետևում, ու տակում ես, ինչ ա լինում։ Քեզ ես վնաս տալի եւ ուրիշների ուրիշներն էլ աղոթքի պատասխան իրանց չեն ստանում քո պատճառով։ Կարդա Հովհաննես 2:15-ից 17 համարները։ Երկրորդ գլխի 15-ից 17 համարները։ Մի սիրեք աշխարհը, ոչ ալ ինչ-որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը կսիրե, անոր ներսիտին հորը սերը չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը ու աչքերու ցանկությունը եւ այս կյանքին անփարդավանությունը, որմեն չէ, հաբա այս աշխարհեն է։ Աշխարհը կանցնի, անոր ցանկությունն է, բայց ան որ Աստծո կամքը կկատարե, հավիտյան պիտի մնա։ Եվ Պողոսացիների 3-րդ գլխի 2 համարում Պողոսը գրում է. «Վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն, ինչ երկրի վրա է»։ Իհարկե դա հեշտ է ասել, սակայն դժվարին չի, որտեղ սատանան անդադ բրդում է, չէ՞, նայտես էս, նայտես այն, ոնց որ ասած ձեռքդ հա քաշում է, հա ուզում է ցույց տա, բայց մենք ամեն բան կարող ենք Հիսուս Քրիստոսով։ Նույնիսկ ունենալով այն գիտակցումը, որ մի օր ամեն ինչ կավարտվի, մենք դեռ զգում ենք այդ փափագը, այսքան աշխարհիկ բաների, որոշ աշխարհիկ բաների հանդեպ։ Սակայն բարի լուրն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ այն մեզ հեռացնի Տիրոջից։ Այսինքն մենք կարող ենք ինչ անել, վերահսկել այդ ամեն ինչը։ Այնց չի, որ չի լինի։ Կա, միշտ էլ այդ գայթակղությունը կա, բայց երբ որ մեր աչքը հառած է Հիսուսի վրա, երբ որ մենք կենտրոնացած ենք Աստծո գործի վրա, երբ որ մենք կենտրոնացած ենք բարին անելու վրա, արդեն հեշտ է դառնում, որոշ տեսակով հեշտ է դառնում։ Նայած թե ինչի վրա է աչքերդ հառած։ Եվ այստեղ գրում է եւ նորից որ քույրը կարդաց, այսինքն այս ամեն ինչը կորելու է, լավ հիշենք։ Եթե կորելու է, ուրեմն ինչ անենք, կենտրոնանանք հոգեվորի վրա։ Եվ ոչ թե նյութականի։ Մարդկանց շատ անգամ թվում է, որ հոգևորը դա միրաժ է, չէ՞, տեսիլք է, մարդիկ իրանց գլխից բաներ են հորինում, բայց իրականում այս ֆիզիկականն է տեսիլք, որտեղ այս ֆիզիկականն անցավոր, այսօր կա, վաղը չկա։ Եվ Աստվածաշունչը պատկերում է աշխարհի շատ ցավալի մի տեսարան, Դանիել 12:1-ում ասում է. «Տագնապի ժամանակ կլինի, որպես ինչի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը», այսինքն Քրիստոսի գալուց անմիջապես առաջ։ Կարդանք Հայտնություն 13 գլխի 11-ից 17 համարները։ Ուրիշ գազանը տեսա, որ երկրեն ելներ ու քարնուղի նման երկու եղջյուր ուներ ու կխոսեր վիշապի պես։ Առաջին քազային իշխանությունը կօգտագործեր անոր արչև ու երկիր եւ անոր բնակիչները կստիպեր, որ երկրպագությունն են առաջին քազանին, որն մահացու վերքը առողջացավ։ Մեծ նշաններ գներ ու մինչև անգամ երկինքեն կրակ իջեցներ երկրի վրա մարդոց արչև։ Երկրի վրա բնակողները կմոլորեցներ այս նշաններով, որ իր ցերկը դրված էր քազանին արչև ընելու։ Երկրի բնակիչներուն գսեր, որ պատկերը շինեն այն քազանին, որ սուրով վիդավորված էր ու առողջացավ։ Եվ իշխանություն տրվեցավ անոր, որ քազանին պատկերին հոգի տա, որպեսզի քազային պատկերը խոսի, եւ ով որ քազանի պատկեր երկրպագություն չնե, զանիկա սպանել դա։ Անդստիվել բոլորը, այսինքն բզդիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները, որ իրենց այդ ցերկին վրա կամ իրենց ճակատին վրա թրոշմ ընդունեն, որպեսզի մեկը չգնա քնել կամ ծախել, բայց մեն ան, որ ունի թրոշմը կամ քազային անունը կամ անոր անվան թիվը։ Ուրեմն ինչ ասում, արք ու վաճառք չի կարելի։ Նայեք, նաև մեր աշխատանքը այսօր արք ու վաճառքը չէ, այսինքն որոշ իմաստով մենք վաճառում ենք մեր ժամանակը եւ հմտությունները նրանց, ովքեր ուզում են դրանք գնել։ Եվ արք ու վաճառքի հնարավորություն չունենալ ինչ է նշանակում, որ զրկում ես հասարակության մի մասնիկ լինելուց։ Չես կարող։ Եթե չես կարող աշխատել, եթե չես կարող առնել գնել, ուրեմն շատ հնարավոր կարաս սոված մնաս։
կարաս առանց տուն մնաս եւ այլն, չէ՞, նեղություններ կան։ Եվ այդ ժամանակ ինչքան կարևոր է հավատալին լինել։ Այսինքն այն մարդկանց, ովքեր չուզենան դրոշմ ընդունել սատանայի, ասում են դուք չեք կարա հասարակության նորմալ եւ կսկսեն ինչ անել, հալածել։ Եվ ուրեմն այդ ժամանակ այն մարդիկ, ովքեր չեն սովորել վստահել Աստծուն, ինչ կանեն, կտապալվեն։ Ովքեր իրանց տունը սարքել են ավազի վրա, այլ ոչ թե լեռան վրա, ոչ թե Քրիստոսի վրա։ Եվ ինչքան տեղեր խոսումներ կա Աստծո, որ ասում է այդ ժամանակ էլ ես ձեր հետ կլինեմ։ Ես ձեզ ամեն ինչով կապահով եմ, մի մտածեք։ Եվ ամենակարևորը ստեղ, որ կարող է մի ժամանակ գա, որ մենք ստիպված լինենք հրաժարվել մեր ունեցվածքից։ Արդյոք մենք պատրաստ ենք դա անել։ Եթե այդ ունեցվածքը չի դարել մեր կուռքը, հրաժարվենք։ Եթե մենք այսօր քիչ-քիչ չենք սովորում այս դասերը, քիչ-քիչ քայլեր չենք անում, եթե մենք այսօր պատրաստ չենք, շատ մեծ վտանգ կա, որ այդ օրներ պատրաստ չենք լինի եւ ուղղակի չենք դիմանա այդ գայթակղությանը, չենք դիմանա այդ հալածանքին եւ թույլ կտանք, որ սատանայի դրոշմը, դա չի նշանակում, որ հենց ֆիզիկապես ճակատին կդնեն, չէ՞։ Ստեղ ուրիշ բանի մասին է խոսքը գնում, այսինքն ինչ որ ընտրության մասին է խոսքը գնում։ Իհարկե սա շատ երկար թեմա է, մենք չենք կարող այս մասին խոսալ, բայց այդ երկրորդ առաջին գազանը, երկրորդ գազանը, առաջին գազանը այն գազաններ, որ Աստծո դեմագնում չէ, եւ ասում է այս մյուսը, որ կարծես թե ոչխարի պես էր, անմեղ գառան պես էր, բայց ասում է փոխվեց։ Դարավ այդ առաջին գազանի պես եւ ստիպում էր մարդկանց, որ այդ առաջին գազանի օրենքները ընդունեն։ Այսինքն, այո, պապականության։ Եվ շուտով միգուցե եւ մենք տեսնենք այդ ամեն ինչը եւ շատ կարեւոր է, որ մենք այսօր պատրաստվենք դրան։ Բ օրինաց 14 գլխի 22 եւ 23 համարներում ինչ է ասում։ Ասում է 10-րդի օրենքը։ Ամեն տարի ցանած սերմիտ արցունքից արտեմ ելած ամեն արմատիկները անպատճառ 10-րդ պետք է տաս։ Քո ծորենիդ, գինիդ եւ յուղիդ 10-րդը վարչարներուդ եւ ոչխարներուդ անդրանիկները քոտեր Աստծո արժեքը կեր։ Այնտեղ է, որ ինքը իր աղանը բնակության համար պիտի ընտրե, որպեսզի միշտ քո Տեր Աստծուց վախենալ սովորես։ Ահա, տեսեք, այսինքն Աստված ինչի է մեզ տվել 10-րդը, 10-րդ օրենքը, որտեղ ասում սովորես վախենալ։ Հիմա վախենալ չէ չի նշանակում այս սրկական վախը, որ վայ մի բան սխալ չանեմ, Աստված գլխից տա, ոչ, այդ վախը չի։ Ստեղ խոսքը գնում է հարգանքի եւ սիրո եւ վստահության մասին։ Օրինակ, Սաղմոսեր 31:19 գլխում ասում է, որքան մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղացների համար, այդ բառը շատ լավն է հայերենում, որտեղ երկյուղ ուրիշ բան է եւ վախ ուրիշ բան, եւ անում ես նրանց համար, որոնք ուսացել են քեզ։ Այսինքն, ինչ է նշանակում, որ նրանք ովքեր են, որ երկյուղում են ասում, նրանք են, ովքեր վստահում են, նույն բանն է, ստե նկատի ունի վստահել խոսքը։ Ուրեմն Աստված մեզ 10-րդով ինչ է սովորացնում, վստահել իրեն։ Ոչ թե մեր կյանքը կախված այդ 10-րդ մասից, այլ Աստծուց է կախված։ Մենք հանձնում ենք Աստծուն, եւ Աստված մեր մասին հոգում է, եւ մենք բոլորս բազմիցս դրա մեջ համոզվել ենք շատ անգամ։ Եվ ուրեմն հարստությունը կարող է կամ մարդու հոգևոր արժեքները բարձրացնել, կամ էլ նպաստել նրա նվիրվածությունը, կամ էլ հակառակը իրագործանման միջոցը կարող է դառնալ։ Եվ Քայլեր դեպի Քրիստոս 55 գլխում գրված է. դրամասիրությունը հարստության տենչը ոսկե շղթա է, որով նրան, այսինքն մարդիկ շղթայված են սատանան։ Այսինքն հարստությունը ինքը մեղք չի, բայց դրամասիրությունը եւ հարստության տենչը
ոսկի շղթա է, որով նրան իսկն մարդիկ շղթայած են սատանային։ Եվ կուզեի այս խոսքերը վերջում կարդալ, որտեղ շատ լավ է գրած, ասում է իրականում քրիստոնեության հիմնադրումից ի վեր ոչ մի եկեղեցի երբևէ չի օգտվել այսպիսի հարստությունից և երկրային բարիքներից, որքան այսօր վայելում են աշխարհի շատ երկրների եկեղեցիները։ Հարց է ծագում, ինչ գնով։ Նման առատությունը անշուշտ ազդում է մեր հոգևորության վրա և բնավ ոչ լավ։ Ինչու՞։ Երբեք հարստություն ու նյութական առատությունը խթանել ինքնուրացության և անձնազոհության քրիստոնեական առաքինությունները։ Կարող են արդյոք ուտելիքներով խցանված սառնարանները, մեկ կամ երկու մեքենաները, տարեկան արձակուրդները, առցանց գնումներ կատարելը, ինչպես նաև տնային համակարգիչների և սմարթֆոնների ամենավերջին տարբերակները թույլ չտալ սիրել աշխարհը կամ դրանում եղած իրերը։ Երբ որ ես եկա այս երկիր առաջինը զարմացա, թե ինչ քանակությամբ են մարդիկ ամեն ինչ առնում, ինչքան է լցված, զարմանում էի։ Եվ ինչ են անում, տանում են խոթում են սառնարանի մեջ, չեն հասցնում ուտել, կամ էլ եթե ուտեն ավելի վատ, չախանակ հիվանդանալ։ Եվ ինչ ալեն են թափում են, շատ թափում են ուտելիքները։ Ինչի՞։ Ինչքան ուտեցիք այդքան արեք, մնացածներ կիսվեք ուրիշին։ Սատանան խաբում է, կամ մեքենաները, մարդկա կոլեկցիա է հավաքում մեքենաների, ինչի։ Երբ որ այդ երկրում լիքը սոված մարդիկ կան, կամ հենց իրա աշխատողներին ինքը այդքան փող չի տալի, որ այդ մարդը կարողանա նորմալ յոլա գնալ, կոլեկցիաներ է հավաքում, մի ամբողջ գարաժ չգիտեմ քանի մեքենաների կոլեկցիա։ Ասված հեռու պահի այս ամեն ինչից, չնայած ուրեմն եւ այստեղ զգուշացվում է, որ խոսքը գնում է ոչ թե միայն շատ հարուստների, իսկ միլիոնատերերի մասին, այլ մեծամասամբ միջին խավի մարդկանց մասին, ովքեր կարծում են, որ իրանք այդքան հարուստ չեն, որ իրանց մասին չի ես խոսքեր է, ագահության մասին, բայց իրանք էլ կարող են իրենց շապսով տրվել ագահության, չէ, նույն ձևի եւ աղքատ մարդը ով չունի, նա էլ կարող է ագահ կամ ժլատ լինել։ Եվ ուրեմն ինչից է անում ինչը գալի, մեր սրտի վիճակից, մեր սրտի վիճակը պիտի փոխվի, հակաթույնը հարստության հարուսած վտանգների, կամ ասենց ասենք վակցինը, պատվաստումը դրա դեմ ինչա, Հիսուսի արյունը, չէ։ Այսինքն մենակ Հիսուսի արյունով կարա մեր սիրտը մաքրվի եւ դիմադրողականություն ձեռք բերի ժլատության, ագահության եւ մեզ կործանող ամեն ինչի հանդեպ։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք օրհնություն լինենք մեր ունեցվածքով եւ հետո չափսոսանք, թե ինչի չարեցինք։ Ամեն։